Բարի օր հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերն է, ես Գառնիկ Մութաֆյանն եմ, կարևորը նախամարոտ։ Խուզարկություններ Երևանում, ինչ է հայտնել քննչական կոմիտեն։ Արցախցիների գույքային պահանջների 600 դիմում Միեդում նախկին պետնախարարը մանրամասներ է հայտնել։ Հայ-ռուսական հարաբերություններում լարումը չի թուլանում, Մոսկվայից եկած հերթական մեսիջը զբոսաշրջության մասին է։ 26% Հայաստանին, 74% Միացյալ Նահանգներին, հազվագյուտ մետաղներ և մեծ քաղաքականություն, ԱՄՆ-ի նոր խաղը Կովկասում։ Մեր ձևով հասարակական կազմակերպության 50-ից ավելի հասցեներում իրականացվում են խուզարկություններ։ Քննչական կոմիտեն հայտարարել է, որ խուզարկություններն իրականացվում են բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափի փողերի լվացման դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակում։ Պատգամավոր Իշխան Սաղաթելյանն էլ հայտնել է, որ այս պահին խուզարկում են Գյումրիի Հույդա գրասենյակը և դաշնակցականների բնակարանները։ Ահազանգ է հնչեցնում ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ Նրա խոսքով ՔՊ-ն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին սպառնում է վարժական հավաքներով։ Պատգամավորի խոսքով սպառնում են այն քաղաքացիներին, որոնք այս օրերին ուզում են գալ Հայաստան տարբեր նպատակներով։ Նախ, այս իշխանությունը իր այդ ուղերձով փորձում է բոլոր մեր հայրենակիցներին վախեցնել, իրականում իրենց ուղեղով վախեցնել, թե չհամարձակվեք գալ Հայաստան, թե չկտանենք ձեզ 25-օրյա վարժական հավաքների։ Երկրորդը, այս իշխանությունը հերթական անգամ ցույց է տալիս, որ առհամարած ունի եւ մարտական ծառայությունը, առհամարած ունի եւ բանակին, եւ զինված ուժերին, ամեն ինչը ծառայեցնում է իր քաղաքական հաշիվներին, իր ընտրական հաշիվներին, ինչպես ամեն ինչ, մայիս 28-յան շքեր, մնացալ բոլոր հարցերում։ 25-օրյա վարժական հավաքները առաջին անգամ չէ, որ քաղաքական գործիք է դառնում այս իշխանությունների համար։ Կհիշեք դիմադրության շարժման օրերին 22 թվականին, երբ որ սկսեցին հայտարարել, որ բոլոր այն երիտասարդները, որը կանգնում են հրապարակներում, պետք է տանել վարժական հավաքների։ Դրանք միայն խոսքեր չէին, իրականում տասնյակներով մեր երիտասարդների այդ օրերին զորակոչեցին 25-օրյա վարժական հավաքների։ Գագիկ Ծառուկյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին զրպարտության և վիրավորանքի համար։ ABC մեդիային փաստաբան Արա Մորբելյանը հայտնել է, որ հանցագործության հիմքը օրեր առաջ բրիֆինգի ժամանակ արած հայտարարություններն են։ Երեկ ևս Փաշինյանը մի քանի հայտարարություններ է արել, ուստի հայցերի ծավալը կարող է ավելանալ։ Արցախ միությունը Արա Ղազարյան իրավաբանական գրասենյակի Արցախի մարդու իրավունքների պաշտպանի և միջազգային ու համեմատական իրավունքի կենտրոնի հետ գործակցությամբ շարունակում է ընդունել դիմումներ մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացնելու համար։ Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանի խոսքով դիմումները վերաբերում են արցախցիների գույքային պահանջներին, Ադրբեջանի, Արցախի բնակիչների սեփականության բռնազավթման հիմքով, որը փոխկապակցված է վերադարձի և այլ իրավունքների հետ։ Մոտ 600 դիմում արդեն ուղարկել են Միեդ։ Իսկ Շուշիի Մեծ Շեն գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին գտնվում է լուրջ վտանգի և հնարավոր ոչնչացման անմիջական սպառնալիքի տակ։ Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը հայտարարել է, որ արբանյակային դիտարկումների արդյունքում ակնհայտ է դարձել աշխատանքները կատարվում են պատմամշակութային հուշարձանի անմիջական հարևանությամբ, առանց միջազգային մասնագիտական վերահսկողության թափանցիկության և հանրային հաշվետվողականության։ Կոչ են կանում միջազգային կազմակերպություններին, ՅՈՒՆԵՍԿՕ-ին, մշակութային ժառանգության պահպանությամբ զբաղվող մասնագիտական կառույցներին, գիտական հանրությանը և մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կազմակերպություններին, անհապաղ արձագանքել ստեղծված վիճակին, իրականացնել անկախ մշտադիտարկում և ձեռնարկել գործուն քայլեր Մեծ Շենի Սուրբ Աստվածածին եկեղեցու և Արցախի մյուս հայկական հուշարձանների պահպանությունն ապահովելու նպատակով։ Մշակութային ժառանգության ոչնչացումը չի կարող արդարացվել որևէ քաղաքական, ռազմական կամ այլ հանգամանքով։ Այն միջազգային հանրության առջև ծառացած պատասխանատվության հարց է, և դրա կանխումը պահանջում է անհետաձգելի և հետևողական գործողություններ։
16 օր հացադուլ անող Արթուր Օսիպյանը ուղերձ է փոխանցել քրեակատարողական հիմնարկից։ Արցախցի գործիչը համոզված է, որ իրեն կալանավորելու հիմնական նպատակն այն է, որ զրկեն հնարավորությունից ներկայացնել հասարակությանը անհերքելի փաստեր Նիկոլ Փաշինյանի կոռումպացված կլանի հետ գործակցելու մասին։ Ուղերձը հրապարակել է փաստաբան Ռոման Երիցյանը, նշելով, որ Օսիպյանը հացադուլից դուրս գալ չի պատրաստվում, քանի դեռ հրապարակային ներողություն չի ստացել Նիկոլ Փաշինյանից։ Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունել է արցախահայության ներկայացուցիչներին, անդրադարձել են բռնի տեղահանված արցախցիների առջև ծառացած հիմնախնդիրներին, նրանց հոգևոր կյանքին և սոցիալական կարիքներին, նրանց արդար իրավունքներին և Արցախի հոգևոր մշակութային ժառանգության պաշտպանությանն առնչվող հարցերին։ Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել ուժեղ Հայաստանի նախընտրական քարոզարշավի եզրափակիչ հավաքը։ Կուսակցության անդամները և համակիրները երթով շարժվել են Հանրապետության հրապարակ։ Քաղաքական ուժի դեմքերի հայտարարությունները մեկ տեսանյութում առանց մեկնաբանության։ Ադրբեջանի ղեկավարը, Ադրբեջանի նախագահը հայտարարել է 3 ամիս առաջ, որ իրենք պետք է վերադառնան այստեղ, ոչ թե տանկերով, այլ ավտոմեքենաներով, որ իրենք պետք է իբր վերադառնան իրենց պատմական հողեր, բառացի։ Ադրբեջանի հոգևոր առաջնորդը հայտարարել է, որ Հայաստանում կան 400 մզկիթ, որ պետք է վերակառուցվի։ Հայաստանի ազգային ժողովի նախագահը հայտարարել է, որ ադրբեջանցիները ու հայերը պետք է սովորեն իրար հետ ապրել, եւ նա չի բացառում, որ ինչ որ ադրբեջանցիներ կգան Հայաստան ապրեն։ Մենք ասում ենք, որ ունենալու ենք իրական, ուժեղ, երկարատև, արժանապատիվ խաղաղություն։ Առաջնայինը համարելով մեր հասարակության բարեկեցությունը, հայ մարդու բարեկեցությունը 300,000 աշխատատեղի ստեղծումից մինչև պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունը 1 տարի դարձնելով, Հայաստանում ծայրահեղ աղքատությունը վերացնելու ծրագրով ու այս բոլոր ռեֆորմները ունեն երաշխավոր, ունեն դրա ապահովողը եւ այդ մարդը Սամվել Կարապետյանն է։ Ինչպես որ բոլոր արցախցիները ես վախենում եմ մեռնեմ առանց Արցախը տեսնելու, մեռնեմ առանց իմ հոր գերեզմանը գնալու։ Ամեն օր ես արթնանում եմ ցավը իմ սրտում, ամեն օր ես արթնանում եմ աշխարհից նեղացած, բայց եւ հաղթահարում եմ այդ ցավը հանուն Հայաստանի, հանուն իմ երեխաների ապագայի եւ ձեզ հետ միասին մենք հաղթելու ենք։ Այս օրերին Երևանը աղմկոտ է, Հայաստանում աղմուկ է, ահա որ մեծ աղմուկ, բայց եթե մենք մի պահ բոլորս լռենք, քար լռություն պահպանենք, մենք կլսենք հերվում ծածանվող եռաբլուրի դրոշի ձայները, այս ձայնը, լսենք, լսի Նիկոլ, ուշադրի լսի, սա սոս քամուց ծածանվող կտորի ձայն չէ, սա տղերքի ձայնն է, Են 18, 20, 30, 40, 50, 60 տարեկան տղամարդ տղեկի ձայնը, որոնք երբ զենքը ձեռքին թշնամու առաջ կանգնած են եղել, հաստատ լուրջ չեն եղել։ Նրանց աչքերը հայերեն է գոռացել, նրանց սրտերը հայերեն է գոռացել, նրանց հոգիները հայերեն է գոռացել։
Նիկոլ Փաշինյանը ընտրությունից անմիջապես հետո մեկնելու է Մոսկվա հանդիպելով Վլադիմիր Պուտինին։ Փաշինյանի խոսքով Ռուսաստանի նախագահի հետ արդեն պայմանավորվածություն կա եւ ընտրությունից հետո երկու երկրների ղեկավարները կքննարկեն ու կլուծեն բոլոր ընթացիկ հարցերը։ ՔՊԻ վարչապետի տեխնացուն վստահեցնում է, որ այն խնդիրները, որոնց շուրջ այսօր աղմուկ է բարձրացել, նախկինում եւս եղել են եւ լուծել են առանց հանրության ուշադրության։ Իսկ Ռուսաստանի հետ առաջացած խնդիրների մեղքը բարթել է ընդդիմության վրա։ Երրագլուխները գիրեք ինչ են անում, զանգում են իրանց Չ կլասի հովանավորներին, որովհետև իրանց հովանավորները Չ կլասի են, ես գիտեմ, ով երրորդ, չորրորդ կարգի պաշտոնյաներ, ասում են ընտրությունները պարտվում, ջախջախվում են, մի բան փակեք, կարող է ժողովրդի միտքը փոխվի, այս ժողովրդը միտքը չի փոխվի, որովհետև այս ժողովուրդը բիբարը հայրենիքի հետ փոխող ժողովուրդ չի։ Բայց ես էլ ասեմ, ժողովուրդ, ես ԵԱՏՄ միակ պաշտոնյան եմ, միակ պաշտոնյան։ Ուրեմն ԵԱՏՄ-ում երկու մարմին կա, ամենաբարձր մարմինը ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհուրդն է եւ մյուսը ԵԱՏՄ միջկառավարական խորհուրդը։ Ես միակ պաշտոնյան եմ, որ երկուսին էլ մասնակցում եմ, եւ այսպես ասած նախագահականին եւ վարչապետականին։ Եվ ես ունեմ բավարար լծակներ, ընտրություններից հետո ձեր վստահության արժանանալու դեպքում ես կգնամ եւ այդ հարցերը կլուծեմ տեղում։ Սակայն հայ-ռուսական հարաբերություններում լարվածությունը չի թուլանում։ Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Հայաստանում ռուս զբոսաշրջիկների թվի կրճատումը կարող է Հայաստանին 1.5 միլիարդ դոլարի վնաս պատճառել։ Շոյգուի խոսքով Եմեն չի կարողանա փոխհատուցել այդ վնասը։ Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ ստորագրել են Թրիփի վերաբերյալ Հայաստան-ԱՄՆ շրջանակային համաձայնագիրը, որը ստորագրել էին Մարկո Ռուբիոյի Երևան կատարած այցի ժամանակ։ Աշխարհում նոր մրցավազք է սկսվել։ Եթե անցյալ դարում պետությունները պայքարում էին նավթի ու գազի համար, ապա այսօր պայքարը հազվագյուտ մետաղների համար է։ Այն հումքի, առանց որի հնարավոր չէ արտադրել ոչ արհեստական բանականության համակարգեր, ոչ ժամանակակից միկրոչիպեր, ոչ էլ ռազմական տեխնոլոգիաներ։ Հենց այդ մրցավազքի ֆոնին է ԱՄՆ-ն վերջին ամիսներին կտրուկ ակտիվացել Հարավային Կովկասում, ինչը իրականում փնտրում Վաշինգտոնը տարածաշրջանում, հանքանյութեր, նոր տրանսպորտային ուղիներ, թե ազդեցության նոր հենակետեր։ Նախ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարը եկավ Հայաստան եւ օգտակար հանածոների հազվագյուտ հանքանյութերի ոլորտում փոխհմբռնման հուշագիր ստորագրվեց, հետո էլ Բաքուն ու Վաշինգտոնը շուրջ 8 միլիարդ դոլարի համաձայնագրեր ստորագրեցին, որոնց մեջ կարևորագույն տեղ էր զբաղեցնում կարևորագույն հանքանյութերի եւ հազվագյուտ հանածոների արդյունահանման եւ մշակման ոլորտում մատակարարման ապահովման մասին շրջանակային փաստաթուղթը, որտեղ են հատվում այս երկու համաձայնագրերը։ Ըստ փորձագետների Հայաստանն ու Ադրբեջանը իրարից բավականին տարբերվում են հանքահումքային ռեսուրսների ծավալներով եւ լոգիստիկ նրբություններով։ Ամերիկյան կողմը մեծ ուշադրություն դարձնում էներգակիրների վրա, գոնե վերջին 30-40 տարվա ընթացքում, եւ այս իմաստով Ադրբեջանն ունի ավելի շահեկան դիրք, որովհետև բացի Ադրբեջանի էներգակիրների հնարավորություններից, ռեսուրսներից եւ ծավալներից, կան նաեւ այստեղ ղազախական, թուրքմենական, ուզբեկական թեման։ Վաշինգտոնի հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ հաճախ ներկայացվում է որպես ժողովրդավարություն կամ տնտեսական համագործակցություն, սակայն վերջին համաձայնագրերը ցույց են տալիս, որ առաջնային հետաքրքրությունը շատ ավելի պրագմատիկ է։ Հենց այս տրամաբանության մեջ է տեղավորվում նաև TRIP նախագիծը։ Թեև փաստաթղթերում ընդգծվում է Հայաստանի ինքնիշխանության պահպանումը, համաձայնագրի մի շարք դրույթներ հարցեր են առաջացնում։ Ստեղծվող ընկերությունում ամերիկյան կողմը ստանում է 74% բաժնեմաս, Հայաստանը 26%։ Բացի այդ, նախագծի շրջանակում նախատեսվում են երկարաժամկետ բացառիկ իրավունքներ ենթակառուցվածքային գոտիների նկատմամբ։ Ընդ որում Երևանը պարտավորվում է տրամադրել հարկային արտոնություններ, օրենսդրական բացառություններ եւ արագացված ընթացակարգեր։ Սա ավելի շատ նման է ուղղակի, որ Հայաստանը տարածք է տրամադրում Միացյալ Նահանգներին բիզնես անելու համար, դրանից չստանալու մեծ հաշվով ոչինչ։ Եվ հստակել չէ թե 26% ինչպես է փոխանցվելու Հայաստանին եւ ինչ տեսքով է փոխանցվելու Հայաստանին։ Դրա համար այդ առումով այդ պայմանագիրը առանձնահատուկ էր եւ
Ես չեմ հիշում, որ վերջին շրջանում մենք այլ պետության հետ նման պայմանագիր ստորագրած լինենք։ Բացի էներգակիր հնարավորություններից Ադրբեջանի դեպքում կան ղազախական, թուրքմենական, ուզբեկական գործոնները, եւ այս իմաստով Ադրբեջանը յուրահատուկ կապող օղակ է։ Հայաստանը նման խաբ լինելու, նման այսպես տեղաբաշխող, հավաքող, ակումուլացնող, ուղարկող այսևի կազմակերպություն կառուցվածք չունի եւ չէ ունենալու։ Այդ առաջին հարցը եւ ամերիկյան կողմի որոշակի ձևավորված քաղաքական առաջնահերթությունները իօգուտ Ադրբեջանը պայմանավորված հիմնականում դրանով։ Սակայն հազվագյուտ մետաղները, որոնք անհրաժեշտ են արհեստական բանականության, միկրոչիպերի եւ ռազմական տեխնոլոգիաների համար, դարձել են ռազմավարական նշանակության ռեսուրս։ Միացյալ Նահանգները փորձում է նվազեցնել կախվածությունը Չինաստանից եւ նոր մատակարարման աղբյուրներ գտնել։ Ամերիկյան կողմը փորձում է յուրահատուկ կերպով նախորդ չինական կողմին կանգնեցնել խնդիրը, որ չինական հետագա ընդհանուր էքսպանսիան այդ հանքաքարերը ձեռք բերելու, դրանց հանքավայրերը հետախուզելու, արձանելու, որոշակի ամերիկյան կողմը փորձում է ինչ-որ ֆիլտր դնել, պատնեշ ստեղծել։ Սակայն Վաշինգտոնի ակտիվությունը միայն հանքանյութերով բացատրելը դժվար է։ Եթե խնդիրը միայն ռեսուրսներն են, ապա Ադրբեջանը շատ ավելի մեծ տնտեսական արժեք ունի Միացյալ Նահանգների համար։ Պատահական չէ, որ Բաքվի հետ կնքվում են միլիարդավոր դոլարների համաձայնագրեր էներգետիկայից մինչև թվային ենթակառուցվածքներ եւ արհեստական բանականություն։ Հենց այստեղ է հիմնական տարբերությունը։ Ադրբեջանը Վաշինգտոնին հետաքրքրում է որպես արդեն գործող էներգետիկ կենտրոն, իսկ Հայաստանը որպես ապագա ենթակառուցվածքային եւ աշխարհաքաղաքական նախագիծ։ Բացատրի հետ կապած Միացյալ Նահանգները չունի ոչ մի պարտավորություն եւ այդտեղ նշված է, որ կողմերը իրավական ոչ մի պարտավորություն չունեն։ Դրա հետ կապված ավակի փոխադարձ փոխադրման ավելի շատ հուշագիր է պայմանագիր իրեն բնորոշ բոլոր ատրիբուտներով, բայց ինձ համար հատկանշական էր 74-26 հարաբերակցությունը սովորաբար գոնե 50-50 է լինում, երբ պետությունը իր տարածքում որևէ այսպես ինտեգրացիոն գործընթաց է սկսում կամ որևէ ներդրումային ծրագիր է բերում։ Ռիսկերը նույնպես ակնհայտ են։ Արտաքին կախվածության խորացում, գերտերությունների մրցակցության մեջ ներգրավում եւ հարաբերությունների բարդացում տարածաշրջանային այլ դերակատարների հետ։ Ցանկացած ճանապարհ, որը 74%-ով վերահսկվում է Միացյալ Նահանգների կողմից, երբեք Չինաստանը չի օգտագործի իր ապրանքների արտահանման համար։ Սա մեկ է, եկեք սա այս հասկանանք, որտեղ ընդհանրապես եթե դուք վերցնեք Չինաստանի քաղաքականությունը մեկ գոտի, մեկ ճանապարհ, ապա դրա ամբողջ գաղափարն անում, որպեսզի հնարավորինս իրենց կախվածությունը ծովային ուղիներից, որոնք վերահսկվում են բրիտանացիների ու ամերիկացիների կողմից, քչացնեն։ Արդյունքում, եթե Ադրբեջանը Վաշինգտոնի համար այսօր ավելի շահավետ է տնտեսական տեսանկյունից, ապա Հայաստանը կարող է ավելի արժեքավոր լինել աշխարհաքաղաքական հաշվարկներում։ Եվ այս համատեքստում խոսքը միայն հանքանյութերի կամ ճանապարհների մասին չէ, այլ հարավային Կովկասում ազդեցության նոր բաշխման։ Անահիտ Սարգսյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ ԱՄՆ-ի գլխավորությամբ տեղի ունեցած բանակցությունների արդյունքում Իսրայելը եւ Լիբանանը պայմանավորվել են հրադադար հաստատել։ Կողմերը պայմանավորվել են ԱՄՆ միջնորդությամբ մոտ ժամանակները սկսել պիլոտային ռեժիմով գոտիների ստեղծումը, որոնք վերահսկվելու են Լիբանանի զինված ուժերի կողմից առանց որևէ ոչ պետական ուժերի մասնակցության։ Իրանի ռազմածովային ուժերը հարձակվել են ամերիկյան ականակիրի վրա, որը փորձում էր մոտենալ Իսլամական Հանրապետության տարածքային ջրերին։ Իրանի զինված ուժերը հայտնել է, որ հարվածները ուղղված են եղել ականակիրի հրամանատարական եւ կառավարման կենտրոնին։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ բանակցային գործընթացում որևէ շոշափելի առաջընթաց չի գրանցվել։ Իրանը ԱՄՆ-ի հետ կապը չի ընդհատել եւ հաղորդագրություններ են փոխանակել Բեյրութի դեմ հարձակումները դադարեցնելու անհրաժեշտության վերաբերյալ։ Արաղչին ընդգծել է Թեհրանի վերադարձը բանակցային սեղան պայմանավորված է Իրանի ժողովրդի իրավունքների ապահովմամբ, Լիբանանում պատերազմի դադարեցմամբ եւ տարածաշրջանում լարվածության դադարեցմամբ։ Բահրեյնում ձերբակալել են 15 մարդու, որոնց մեղադրում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օգտին աշխատելու համար։ Ալ Ջազիրայի փոխանցմամբ ձերբակալությունները տեղի են ունեցել Քուվեյթի եւ Բահրեյնի վրա իրանական հարձակումից մի քանի ժամ անց։ Թագավորության ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ շարունակում են հետաքննությունը բացահայտելու հօգուտ Իրանի աշխատող այլ անձանց։
Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ սոցիալական բոլոր հարթակներում, ABC լուրերը եթերում կլինի ժամը 15-ին, մաղթում եմ աշխատանքային օրվա արդյունավետ շարունակություն, հաջողություն։